Երկրորդ кейսը մի ֆանտաստիկա է, ինքը մի քանի օր ես չէի կարում հասկանայի, ուրեմն 4 ծոմի հետ է կապված, ծոմի հետ է կապված, ծուբաժի հետ է կապված, եւ այլն։ Այսօր ովքեր նյութը լսել են, նախորդ սրա եւ նրա նախորդը, գիտեն, որ մի քանի օր 40-ում պարկած էի։ Ինչու՞ մա հարցը։ Դուրս եմ եկել 4 ծոմից շատ արագ, մոտավորապես 2 ժամում, դա շատ արագ է, 3 ժամում, լավ, 3 ժամում ես կերել եմ ինչ ասես, սկսել եմ ուտել ինչ ասես, օգնել է ինձ հատուկ վարժություններ, որոնք որ մենք կօգտագործենք հետագայում մեր պրակտիկաների մեջ, չեզոքացվել են բոլոր այն անհարմարությունները, որ այդ փաթսխա դառած որովայնը աղիների մեջով, որով հոսում էին բաները, ինչա կոչվում, լեղին, որը շատ լավ ցուցանիշ է, տեղ ինչ եղավ, ուրեմն այս մյուս кейսերում կպատմեմ սրա մասին, հիմա ինչ եղավ, ուրեմն ես սենց 3 նախադասություն եմ խոսում երկար, առաջին նախադասությունից հետո ես նույն ձև արթուն եմ, ինչ-որ երկրորդում, նույն ձև արթուն եմ, ոնց որ առաջինում, բայց ոնց որ առաջինի մեջ արդեն քնել հանգստացել եմ, մոտավորապես սենց է 3-ից 5 րոպե ընթացքում մի հատ օրգանիզմը արագ քնում է, դու չես էլ հասցնի դա նկատես, ուղղակի չես նկատի, ոչ դու, ոչ դիմացիդ նստածը, հետո էլի անցնում է իր սովորական ռեժիմը, ես չգիտեմ այդ ոնց բացատրել, ոչ ոքից չեմ լսել, բավականին երկար արթուն եմ եղել, 3-ից 4 ժամ եմ քնել ու այդ ռեժիմով շատ հետաքրքիր էր, շատ մի ֆանտաստիկ էլի кейս կա։